Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ 8-րդ գումարման խորհրդանի պատգամավոր Գառնիկ Դանելյանի հետ, պարոն Դանելյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ հրավերի համար։ Պարոն Դանելյան, դուք ձեր պատգամավոր եղած տարիներին ակտիվ շփվում էիք տնտեսվարողների հետ, միշտ բարձրացնում էիք նրանց խնդիրները։ Հիմա շփումները կան, որովհետև հիմա մենք տեսնում ենք տնտեսվարողները խնդիրների առջև են կանգնած, կապված Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետ եւ ամեն օր մի նոր սահմանափակում է մտցվում, վերջինը արդեն կատնամթերքի հետ էր կապված։ Շփում ունեք եւ ինչ է կատարվում շուկայում, ինչ խնդիրների առջև են կանգնած խնդիրները։ Նախ մեր հարցազրույցը սկսելուց առաջ ուզում եմ ողջունել մեր քաղբանտարկյալներին, դա ավանդույթ է դարձել այս տաղավարից, համոզված եմ եւ հուսով եմ, որ իրենք էլ հետևում են իրենց խցերում, առողջություն, շուտապույտ իրենց ազատ արձակում, բարերար եւ նաեւ քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին, մեր գործընկերներին, նախկին Արեգնաս Մանուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Ավետիք Չալաբյանին, Արմեն Աշոտյանին, մեր Արմեն Աշոտյանի ծննդյան օրներ, օրեր առաջ շնորհավորենք նաև մեր ընկերոջ Արմեն Աշոտյանին, բոլորին շուտապույտ ազատ արձակում։ Գամ ձեր հարցին շատ լուրջ հետևանքներ ունենում է սահմանափակումներ, ասենք, անհամապատասխանություն, ասենք, թե քաղաքական որոշում, ասենք, ինչ էլ որ ասենք դրանից խնդրի էությունը չի փոխվում, բավականին շատ տնտեսվարողներ այսօր կանգնած են լրջագույն խնդրի առջև։ Դա եւ ծաղկի, այսպես ասած, ջերմոցային տնտեսություններն են, որոնք զբաղված են ծաղկի արտադրությամբ, դա լոլիկ կլինի, վարուն գնա, նույնը ձկնաբույծներն են, նաև օրերս սահմանափակումներ մտցվեց Ռոստեխնոզորի կողմից, նաև կատնամթերքեր կապված, այսինքն այս ամբողջը բերում է լրջագույն հետևանքների եւ օրեր առաջ դուք նշեցիք արդյոք ես կապի մեջ եմ կամ զբաղվում եմ այն խնդիրներով, որ տարիներ շարունակ զբաղվել եմ, իհարկե զբաղվում եմ, իհարկե աջակցում եմ իրենց, ճիշտ է այս օրերին ես հանրապետությունում չեմ եղել եւ այսպես ասած հեռախոսային, այսպես ասած խոսակցությունների միջոցով եմ իրենց խնդիրներին, խնդիրներին ծանոթացել, նաև ներողություն եմ խնդրում, որ այս ընթացքում չեմ կարողացել մասնակցել, հրավեր ունեցել եմ նաև մասնակցելու իրենց կազմակերպված բողոքի ակցիաներին եւ կարծում եմ, որ առաջիկայում նաև այդ ակցիաներին, եթե պատիվ ունենամ հրավեր ստանամ եւ իրենք պատե համար ներկա կլինեմ, բավականին լուրջ խնդիրներ կան, եվրոպական շուկայում իրենք չեն կարողանում իրենց ապրանքը ռեալիզացնել, բավականին լուրջ խնդիրներ ունեն, անգամ այն փոքր խմբականակները, որ կարողանում են արտահանել Եվրոպա, դրանց մի մասը կամ փչանում է, կամ այնտեղ արդեն որակի հետ անհամատեղելիության խնդիրների պատճառով այդ ապրանքը արդեն ստիպված են լինում մի հատ էլ այնտեղ գումարներ վճարել այդ ապրանքը ոչնչացնելու համար, այսինքն եվրոպական շուկան, այսինքն հասնում է Եվրոպա, բայց չի դրվում վաճառքի այդ ապրանքը։ Այո, որոշները սահմանափակվում են, որոշ երկրներում արդեն կան սահմանափակումներ նույն տարբեր ապրանքների հետ կապված, այսինքն այդ շուկան մեզ համար բավականին անհասանելի է, նաև որակական խնդիրներ կան, որը ԵՄ շուկայում այդ խնդիրները, այսպես ասած, աչք է փակվել տարիներ շարունակ եւ հնարավորություն անձեռնվել Հայաստանի արտադրողներ, մենք գիտենք, որ այդ խնդիրները կան, բազմաթիվ անգամներ ես եմ ազգային ժողովի ամբիոնից այդ խնդիրների մասին բացարձակել, բայց կար քաղաքական որոշում, որ աչք փակեն, այսպես ասած, հիմա այդ շուկայում այդ աչք փակոցին չկա եւ մանրակրկիտ ուսումնասիրում եմ եւ ասում այս խնդիրները կա եւ մենք համաձայն չենք, որ շուկայում լինի այդ ապրանքները եւ կրկնում եմ բավականին շատ տնտեսվարողներ կան, որ օրինակ գնում են եվրոպական շուկա, նոր շուկաներ փնտրտուքի արդյունքում ասում են այս չափանիշների կրիտերիաներին պետք է ապահովեք։ Եթե չապահովեք, մենք չենք կարող այս ապրանքը եվրոպական շուկա ընդունել։ Լավ, բայց ինչի հիման վրա են եվրոպացի պաշտոնյաները, նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասում ձեր օրինակ գյուղատնտեսական ապրանքների առջև մեր շուկայի դռները բաց են եւ 99%-ի մասին են նույնիսկ նա խոսում։ Եթե մեր ապրանքները ստանդարտներին չեն համապատասխանում, այդ դեպքում ինչպես են նրանց դռները բաց այդ ապրանքների առջև։ Իմ վերջին որ հասնեն այնտեղ ոչնչացվեն։ Ես շաբաթներ առաջ հարցում եմ ուղարկել, այսինքն այդ հարցման արդյունքներն ինչ որտեղ եք ուղարկել։ Էկոնոմիկայի նախարարություն եւ էկոնոմիկայի նախարարություն իմ հարցման ի պատասխան թվեր էր ուղարկել, թե ինչ ապրանքներ են արտահանվել Եվրոպա։
Եվ հայտարարք ցածր թվեր են դրանք։ Այսինքն, եթե դու, չգիտեմ, Ռումինիա ուղարկում ես, ասենք, չգիտեմ, 20 տոննա լոլիկ, ասում ես մենք Ռումինիայի ուղղությամբ ունենք, չգիտեմ, 100 կամ 200% աճ։ Այո։ Բայց եթե նախկինում ընդհանրապես չի արտահանվել, հիմա ասենք հիմա նույնիսկ մեկ պարկել ուղարկես 100%։ Մի հատ ասենք բեռնատար, եթե լոլիկ ուղարկես, դա տոկոսայինով դե հնչեղա, չէ՞, մենք 100%, բայց իրականում այդ թվերը մեր ձեռքի տակ են եւ մենք գիտենք թե ինչա կատարվում այդտեղ։ Այսինքն մեր խնդիրը գիտեք որն է, մենք միշտ ասել ենք, որ 8 տարիների ընթացքում դուք դիվերսիֆիկացիա չեք արել տնտեսությունը ուրիշ այլընտրանքային շուկաներ դուք չեք յուրացրել, չեք աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա այդ դուրը փակվել է, ԵԱՏՄ-ի դուրը փակվել է, հիմա նոր դուր են ուզում բացեն, քաղաքական հայտարարություններ են անում, դրանից տուժում է տնտեսվարողը։ Եվ Փաշինյանը Եվ ասում են, գիտեք, ինչ կներեք, ասեմ ու վերջացնեմ, ասում են, դրա համար ժամանակ է պետք։ 5 տարի, 10 տարի, 15 տարի ամեն ամիսը նշանակություն ունի։ Այդ տնտեսվարողը, որ գնացել է ԵԱՏՄ շուկայում իր դիրքերը ամրապնդել է, դա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է եղել եւ սահմանափակումների հետ է պայմանավորված եղել, որ Եվրոպայի կողմից, եվրոպական արևմուտքի կողմից սահմանափակումներ ա եղել, այդ սահմանափակումները օգտագործել են նաեւ հայ տնտեսվարողները, մտել են այդ շուկա։ Հիմա այդ շուկան զբաղեցնում է ուրիշ երկրների արտադրողը, ուզբեկական արտադրողը, ղազախական արտադրողը, ԵԱՏՄ շուկայում այլ ուրեմն խաղացող վաղը մյուսօր որ Հայաստան հայկական արտադրող ուզենա այդ շուկան նորից էլի հետ վերադարձնել, այդտեղ էլ չի լինելու։ Բայց այստեղ կային նաև լուծաբաններ, որոնք ասում էին տուժողը Ռուսաստանն է լինելու, որ մեր ապրանքները չգնան այնտեղ։ Դրանք կամ դիլետանտներ են, կամ մանիպուլյացիայի մոլորության մեջ գցող մարդիկ են, որոնք որ իշխող ուժի սատելիտ, այսպես տարբերակն, ասենք իրենց սազանդարներն են։ Մի հատ այդ թվերին թող նայեն, էլի, տեսնեն Հայաստանից գնացող ապրանքը, քանի տոկոսն է կազմում ԵԱՏՄ շուկայի կամ ռուսական շուկայի, քանի տոկոսն է կազմում։ 0.00 ես իմ որի օրդ 100 տոկոս չի կազմում։ Այսինքն հայկական շուկայի ապրանքը չի գնում, այլ երկրի ապրանքն է գնում։ Պետք չի մոլորության մեջ գցել մարդկանց։ Հիմա որ ապրանք չի գնում, բանա Ռուսաստան, բանա ռուսները սոված ծարավ նստած են, հա, բան չէ, գյուղատնտեսությունը իրենք չեն կարող, պամիդոր չունեն, բան ոչ մի գյուղատնտեսական ապրանք չունեն, չեն կարողանում ուրիշ տեղերից խմիչք բերեն կամ հանքային ջուր բերեն կամ ես չգիտեմ, ինչ խելագարության կամ խավարկածով են առաջ։ Այսինքն այդ ամեն ինչը մեծագույն հիմարություն է։ Մեր տնտեսության վրա որ ինքը զգալի չափով ազդում է մեր տնտեսության վրա, որովհետև մենք մեր արտադրանքի 70%-ը, այսինքն շուկայի 70% արտահանման հենց այդ շուկան է։ Պատկերացրեք 70%, 60-70% եւ պատկերացրեք 0.0 ես իմ քանի 100-ական։ Ո՞վ է սրանից տուժում։ Այստեղ Փաշինյանը տնտեսվարողներին կառավարության նիստերի ընթացքում ասում է պետք է հարմարվեք նոր իրավիճակին։ Ինչպես պետք է հարմարվեն տնտեսվարողները։ Ինչ կարող են նրանք անել։ Դե գիտեք ինչ, սկզբնական շրջանում ասեցին լավ կրնի հեսա միլիոնները, միլիարդները կգա Եվրոպայից, մենք այդ փոխհատուցումները կտանք, մենք տեսնում ենք, որ տարբեր տնտեսվարողներ հիմա ասում են, որ մեզ միլիոմա փող էլ չեն տալիս։ Այսինքն այդ որ շպրտում են մի քանի միլիոն դոլարը, օրինակ, արևմուտքի կողմից ասում են գնացեք մի հատ զբաղվեք, կտեսնենք ինչ անում, դա կներեք, դա կոպեկներ է, այդ կոպեկներով չեն կարող որևէ մի անցք փակել եւ կարողանան այն մասշտաբային վնասները, որ կա, այդ վնասների դեմ առնել։ Եվ բնականաբար ամսվա վրա այդ ամբողջ այդ հետևանքները ունենալու է։ Էսա գալիս է ուրեմն խաղողի մթերման ժամանակահատվածը։ Հիմա գիտեք որ ինչա կատարվում, ասենք այդ խաղը որտեղ են մթերելու, եթե կոնյակը չի գնում, եթե չեն կարողանում նորմալ շուկաներ արտահանել, այդ խաղը ոնց ալնելու։ Գործարանները չեն ընդունելու։ Ոչ միայն խաղողի հետ կապված, այլ մթերքների պահածոացման հետ կապված խնդիրներ, որովհետև ոչ միայն թարմ ապրանք է գնում նույն ԵԱՏՄ շուկա, այլ նաև տարբեր պահածոացված ապրանքներ է գնում, հյութեր է գնում եւ այլը։ Եթե այս մթերումը չի կազմակերպվում եւ այդ շուկաները չես կարողանում նորմալ մատակարարես, այդ բնականաբար կոլապսի առաջ են կանգնում, առջև են կանգնում։ Եթե դրան էլ գումարենք ջերմոցային տնտեսություն հսկայական են վնասները, որ կա, հայկական ծաղիկը ոչ Եվրոպայում է վաճառվում, ոչ, չգիտեմ, Փարիզում ոչ միտեղ չեն կարողանում ռեալիզացնել։ Չէ, ասում են ուղարկում ենք Եվրոպա, բայց մենք տեսնում ենք սուպերմարկետներում ծաղիկները էժան գներով դրած թոշնում են բացառապես։ Մեկ անգամյա շոու
PR անելը, ասենք դա ծիծաղել է, գնացեք ցանկացած գյուղացու հետ խոսեք, ջերմոցային տնտեսությունում աշխատող, այն որ արդեն վարկերի տակ ճռնչում է, որ տուն ու տեղը գրավադրել, եղած չեղածը դրել է բանկում, որ կարողանա ծայրը ծայրին հասնել, այսօր այդ ամեն ինչը դառնում է բանկի սեփականությունը։ Մարդիկ ուղղակի ունե զրկվում են։ Հասարակ մարդը, որ այս քաղաքական այս վայրի վերումների մեջ, այս խաղերի մեջ չկա եւ այլը, պարզ հասարակ հայ գյուղացի մարդը ուզում է արարի, ստեղծի, նորմալ իր երկրում ապրի։ Ուղղակի ես շատ մարդիկ գիտեմ, որ ուղղակի ողբերգական իրավիճակի մեջ են։ Ինձ հետ կապ են հաստատում եւ ուղղակի ասում են, որ մեր տնտեսությունը կործանվում է։ Այսպես շարունակվել էլ չի կարելի, էլ հնարավոր չի շարունակել։ Էլ տանը ոսկի չի մնացել, էլ հարևանների, ընկերների, բարեկամների մոտ էլ բան չի մնացել, որ չտանենք գրավ դնենք, որ կայնանք ես մի պահանել ձգին։ Չէ՞ որ այդ մարդիկ այդ ապրանքը ստանալու համար, ցանկացած գյուղատնտեսական ապրանք ստանալու համար, մարդիկ ներդրում են անում, այդ փողերը չունեն, բարձի տակ դրած այդ գումարները չունեն, բնականաբար բանկերից են վերցնում, բանկերն հսկայական տոկոսադրույքները դրած, մենք տեսնում ենք Հայաստանի բանկերը ոնց են երկրաչափական պրոգրեսիա ոնց են հարստանում, ինչ տոկոսադրույքներ ասամանում, ինչ շահույթ են իրենք ունենում, հսկայական միլիարդ դոլարից ավել շահույթ է ունեցել։ Իսկ խեղճ գյուղացին են մարդը, հայ մարդը շինականը, բանվորը չի կարողանում ծայրին հասցնել։ Պարոն Դանիելյան, վերջերս ՍԱՏՄ ղեկավարը նախագահը հայտարարում էր, որ ձկնամթերքի շուկայի հետ կապված խնդիրը լուծված է, եթե չեմ սխալվում 97% էր նա նշում, որ 97% տնտեսվարողները կարող են հանգիստ իրենց ձկնամթերքը արտահանել Եվրոպա։ Այդ դեպքում ինչու էին ձկնաբույծները բողոքի ակցիա իրականացնում եւ ասում մենք չենք կարող եւ նշում էին 15000 տոննա ձկնամթերքի արտահանման խնդրի մասին։ Տեսեք, էլի փուչիկա, էլի սուտա։ Այդ ձկնաբույծների այդ արտադրությամբ զբաղվող մարդիկ բավականին խելացի մարդիկ են եւ այդ մարդիկ կուզեն, կցանկանան, որ իրենց ապրանքը շատ ավելի թանկ գներով վաճառվի եվրոպական շուկայում։ Այսինքն ես շատերի հետ զրուցել եմ, իրենք ասում են մենք կուզենք, ցանկանում ենք, որ բանենք վաճառենք։ Նախ այդ ապրանքը, մեր ձուկը այդ եվրոպական շուկայում ռեալիզացնելու խնդիր կա, այսինքն մեր արտադրած ձուկը եվրոպական շուկայում ռեալիզացնելու խնդիր կա, գնի հետ կապված խնդիր կա, այդ մեր ձկնաբուծությունը, որ այս ընթացքում զարգացել է, այդ է սահմանափակումների արդյունքում որ զարգացել է, Ռուսաստանի դեմ այդ սանկցիաներից հետո, նամանավանդ այդ գործընթացից հետո հայկական ձկնամթերքը արտադրողը կարողացավ ռուսական շուկայում, ԵԱՏՄ շուկայում առաջընթաց ունենալ։ Հիմա եւ տանել լոգիստիկ խնդիր կա, որովհետեւ լրջագույն խնդիրներ ու հարցեր են առաջանում, թե մեր նայեք Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ Հայաստանը ուրա Եվրոպան, այսինքն այդ ճանապարհը պետք է անցնի փչացող ապրանքների, շուտ արագ փչացող ապրանքների, բյուրոկրատական ընթացակարգերի խնդիր կա, որովհետև ասում են համակարգում պետք է գրանցվեն։ Այո, պետք է գրանցվեն, պետք է չափորոշիչների ստանդարտներին համապատասխանեն, սկսած կերից, տված կերից, այդ ձկան տված կերից, դեռ պետք է ամբողջ այդ չափորոշիչներին համապատասխանեն։ Մեկի շուկան, այսինքն նույն եվրոպական շուկայում, այդտեղի ֆերմերը որ կա, X երկրի ֆերմերը, եթե տեսնում է, որ այլ երկրից ապրանք են բերում եւ իր, այսպես ասած, գործին խփում են, դուրս է գալի փողոցներ, դուք տենում եք եվրոպական երկրներում ինչա կատարվում։ Ինքը իր շահերը պաշտպանում է եւ այդ երկիրը պարտավորություն է վերցնում իր վրա, որ իր ֆերմերներին կարողանա պահել։ Նույնը եղավ նաեւ Լեհաստանի օրինակով, երբ որ Ուկրաինայում հայտնի իրադարձություններ, որ տեղի ունեցա, երբ որ ցորեն էին ուզում, այլ ապրանքներ էին ուզում գյուղատնտեսական, լեհական ֆերմերները ոտքի կանգնեցին։ Այդ խնդիրն էլ կա, գնի խնդիրն էլ կա, լոգիստիկ խնդիրներ էլ կա, էլի խնդիրների մի հսկայական փունջ կա, որը որ դարձնում է անհնարին այդ ապրանքի եվրոպական շուկայում վաճառել, թե չէ ոչ մեկ խելագար չի, եթե հնարավորություն լինի թանկ վաճառելու կամ թեկուզ նույն գնով վաճառելու, այդ մարդիկ կգնան այդ ճանապարհով, բայց այդ ամեն ինչ նորմալ է, եթե ամեն ինչ լավ է, ինչի է այսքան վատ, ինչի է որ ինչի մարդիկ դուրս գալի փողոց Լավ օրից է, որ այդ մարդիկ գալիս են կառավարության շենքի մոտ, պահանջում են ընդունելություն եւ ասում են, չէ, ձեզ կանթունի կառավարության նամակների բաժնի, չգիտեմ, ինչ ավակ աշխատողը։ Էս ինչ օր եք ասել, բա ասում եք 3 միլիոն վարչապետ կա։ Վարչապետի հետ էին հանդիպում։ Չէ, ասում են 3 միլիոն վարչապետ կա, չէ, սրանք ասում են դուք խնդիր չեք ունենա, պետք է քաղաքացին ասա քացով բացի կառավարության դուր, քացով է բացում։
մի հատ ընդունելություն կազմակերպել են, թե չէ կարող է, ես չգիտեմ, 3-րդ, 4-րդ օղակի ինչ որ մի ավակ մասնագետ կամ ինչ որ մի միջին օղակի մի պաշտոնյա բանի որ տանցնի, գնան հետները խոսեն, փորձեն, չգիտեմ, էլի ինչ որ չափով մոլորեցնեն, բայց իրականում այդ մարդկանց խնդիրներին լուծում տվող չկա։ Ես հիշեցնեմ նաև ամիսներ առաջ հենց նույն այդ մարդկանց էլ փակ շրջանառու համակարգի հետ կապված, այնտեղ խնդիրներ են ստեղծում նաև իրենց տնտեսության հետ կապված։ Մենք էլ պայքարեցինք, հետո մտավ դատական, արդեն դատական process-ների մեջ, այսինքն ամեն կերպ խոչընդոտ ստեղծել հայ տնտեսվարողի համար, սա դարձրել արդեն քաղաքական իրանց ծրագրի ինձ թվում է մի մասը, որովհետև չի կարելի այդքան խանգարել հայ գյուղացուն արտադրողին եւ սա երկար շարունակվել չի կարող։ Մենք կարող ենք ընդհանուր մոտավոր պատկեր ասել եւ գնահատական տալ, թե ինչ վիճակում է հայտնվելու տնտեսությունը, որովհետեւ մենք նախ խոսում ենք մեր ապրանքների արտահանման դժվարությունների կամ առհասարակ սահմանափակման մասին, բայց այնտեղ նաև Ռուսաստանից խոսում են, Ռուսաստանից ներմուծվող ապրանքների, եթե մենք շարունակում ենք ԵԱՏՄ-ում այս սառեցված կարգավիճակը, այնտեղից ներմուծվող ապրանքների թանկացման գնաճի մասին, խոսում ենք ռուսական էժան գազի հրաժարման մասին, այդ դեպքում ինչ վիճակում է հայտնվելու մեր տնտեսությունը առաջիկայում, պարոն Դանիելյան։ Հիմա տեսեք, ոչ մի տարի այս ամառվա սեզոնին հեղուկ գազի գինը այս գին չի եղել։ 230-240 տեղ նաև մի քիչ ավելի թանկ գինը, այսինքն այս սեզոնի տենց գին գոյություն չի ունեցել։ Շատերն ասում են, որ որոշակի դե թանկացում եղել, հիմա ակցիզային հարկներն են էս ավելացնում, ծխախոտի, խմիչքի, նաև վառելիքի բաներ։ Ընտրությունից անմիջապես հետո։ Հիմա նորից էլի մի հատ խնդիր են ստեղծում, խնդիր ստեղծելը սենց ասեմ, էլ նույն բեռնափոխադրողների հետ կապված էլ կայանատեղիներ են, արդեն Հայաստանում պիտի կայանատեղիներն, այսպես ասած պարկինգ լինի, որ այդ բեռնատարները մտնեն, այդ գումար վճարեն, հետո արդեն իրենց հերթը գա Հայաստանից դուրս գալու։ Այսինքն այդտեղ էլ լրացուցիչ էլի գումարած ասեմ։ Այսինքն այս ամեն ինչը լոգիստիկ ծախսերը բանը ավելանում են եւ մի հսկայական գումար արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր գրպանից պետք է վճարի։ Հիմա այդ ներկրման հետ կապված հնարավոր է նաև հացահատիկը թանկանա։ Մեր հիմնական աղբյուրը, հիմնական հացահատիկը, հատկապես Արցախից հետո։ Այո, Արցախից հետո մոտ մենք 20%-ից ավել այդ հացահատիկի պաշարներ Արցախները ապահովում։ Մենք գիտեք, որ լրջագույն խնդիր ունենք, մենք մեր ցանցատարածությունները շատ քիչ են ծորենի եւ տարեցտարի նաև նվազում են։ Դա պարենային անվտանգության լուրջ խնդիր է առաջացել։ Ես այդ թեմայով խոսել եմ, մի օր առանձին խոսալու թեմա է, բայց շատ լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված։ Ծորենը ստանում ենք, հեղուկ գազը ընդեղից է գալիս, մեր նաև բնակարանների վառվող բնական գազը ընդեղից է ստացվում։ Այդտեղ բենզինի հարցը, դիզվառելիքի բավականին լուրջ նաև դիզվառելիքի հետ կապված խնդիրներ է առաջացել եւ նաև թանկացումներ ա եղել անգամ Ռուսաստանի Դաշնությունում ձեթա, չգիտեմ, կրուպեղենա, տարբեր ապրանքներ ա, որ անմիջապես Ռուսաստանից ենք ստանում այդ մեծ համար կենսական նշանակություն ունեցող ապրանքները։ Էլ չեմ ասում արդեն այնտեղ ուրանի հետ կապված նաև այդ ուրանն ենք Ռուսաստանից, մեր ատոմակայանը ռուսական ուրանով ա բանանում։ Այսինքն այս ամեն ինչը շատ հսկայական բացասական էֆեկտ է ունենալու Հայաստանի Հանրապետության վրա, այսինքն եթե Աստված մի արասցե այն խնդիրները, որ հիմա կան, մեզ համար ծաղիկներ են թվալ, այսինքն այն պրոբլեմը, որ հիմա ունենք, երապատիկ, քառապատիկ ավելի են շատանալու, հաշվի առնելով նաև այն թվածս այն ապրանքների, դրա ցանկը կարող ենք շատ երկար ասել, էլի, որը որ կա շատ լուրջ խնդիրների առջև։ Լավ, ձեզ համար նկատելի է այս իշխանությունները մինչև ուր են գնալու, պարոն Դանիելյան, որովհետև Ռուսաստանում մեզ հստակ ասում են ընտրություն կատարեք, հետո մենք մեր դռները կբացենք ձեր ապրանքների առջև։ Այստեղ ընտրություն չեն կատարում, բայց ուր են գնալու, մինչև որ կետին են հասնելու այս Ռուսաստանի հետ հարաբերություններում ու հատկապես տնտեսական խնդիրների հետ կապված։ Ես իշխանությունների կողմից այդ լուծումները, այդ քայլերը չեմ տեսնում։ Տարեց տարի վատ թարացող հարաբերություններ, նաև մեր զգուշացումները։ Մենք մեր բոլորի հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, պիտի մտածենք Հայաստանի, անկախ նայած ով է իշխանության, պիտի մտածենք Հայաստանի Հանրապետության շահերի մասին։ Եվ դրա հետ կապված մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, այս քաղաքականությունը տանելու է կռախի,
կործանման, այս եւ որևէ գործուն քայլեր այս իշխանությունների կողմից այդ ուղղությամբ կներեք, բայց ես չեմ տեսնում ինչ անում գործնական, ինչ անում պետությունը այս խնդիրները, այս խնդիրները կարգավորելու այս հարաբերությունները։ Ես մենակ տեսնում եմ հարաբերությունների վատ թարացում։ Վրաստանի հետ ունենք լուրջ խնդիրներ, լոգիստիկ խնդիրներ, որ առաջանում է, պարբերաբար առաջանում այդ խնդիրները։ Ես բազմաթիվ արտահանողների հետ շփվում եմ, կապը սպանում եմ եւ այլ, այդ խնդիրները կան։ Եվ վրացական կողմը ասում է այլ որոշակի քաղաքական ենթատեքստեր կա։ Ռուսաստանի հետ այդ հարաբերությունները արդեն, չգիտեմ, սրանից վատ ինչ պետք է լինի, մնում է Ռուսաստանի Դաշնություն պատերազմ հայտարարի Հայաստանի Հանրապետությանը։ Իրանի հետ կապված լրջագույն խնդիրներ կա, կապված այդ թրիպ ծրագրի արդեն բացահայտ Իրանի մտահոգությունների հետ, այո, Իրանը արդեն իսկ շատ պարզ բաց տեքստով ասում է, որ դա մեր կենսական շահերին վնաս է եւ տեսնում ենք այդ հարաբերությունների վատ թարացումը Ադրբեջանի հետ անհասկանալի հարաբերություններ, չգիտես, նոր ինչ պետք է տա այս իշխանությունը, որ հագուրդ տա այս ցանկություններին։ Բայց անհասկանալի են Ադրբեջանին են դիտարկում որպես այլընտրանք, օրինակ գազի համար։ Այսինքն Ադրբեջանի այլընտրանք են դիտարկում այն Ադրբեջանին, որ փականը դրել էր եւ մեր հայրենակիցներին էթնիկ զտման ցեղասպանության էր ենթարկում Արցախում այդ փականը փակում էր ձմեռվա ցրտին մեր հայրենակիցները, մեր քույրերը, եղբայրները, այնտեղ ասենք սարում են, առանց լույս, այսինքն այդ ձևն էլի պատկերացնում հարաբերությունները, հա։ Մի հատ տեսեք Ադրբեջանի հայտարարությունները, Թուրքիայի հայտարարությունները եւ սրանց ասած այս տխմարությունները, այսինքն ինչա փականն էլ տա այդ գազի փականն էլ տան բանին էլի Ադրբեջանին, հա, ասենք լույսն էլ տան Ադրբեջանին, գազն էլ տան Ադրբեջանին, դե ջրային ակունքներն արդեն տվել են Ադրբեջանին, արդեն այդ բոլոր այդ ջրային ակունքների վրա ադրբեջանցիները նստած են, էլ ինչ պետք է տան։ Հիմա իդեպ նաեւ նոր սահմանազատման նոր փուլի մեկնարկի մասին է Նիկոլ Փաշինյանը ազդարում եւ որպես լավ օրինակ, լավ նախադեպ բերում են Տավուշը, Կիրանցը, ասում են, տեսեք, այնտեղ ինչ լավ արեցինք, խաղաղությունը եկավ, դուք ամենաշատն եք զբաղվել այդ Տավուշի, Կիրանցի սահմանազատման հարցերով։ Հիմա այդ սկզբունքով որտեղ են ինչ է լավ արել, հայրենիք հանձնելը էդի բան է, էլի, հերոսական գործ է, էլի։ Ասենք այսօր հայրենահանձնումը դա շատ նորմալ երևույթ է կամ հպարտանալու բան, ինչով են հպարտանում։ Խաղաղություն ենք բերել, ասում են այնտեղ Կիրանցում։ Այն խաղաղությունը, որ Նախիջևանում մի քանի շաբաթ առաջ Արևմտյան Ադրբեջանի արդեն ֆորումն են կազմակերպել իրենց ամենաբարձր պաշտոնյաների կրթության, գիտության նախարար, Միլի Մեջլիսի փոխոսնակ եւ այլ, այդ խաղաղությունն է, որ անոնսում են, որ արդեն մենք Հայաստան պետք է գնանք արդեն մեքենաներով եւ պետք է գնանք տնտեսական էքսպանսիայի ենթարկենք Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Դանիելյան, որ տարածքների մասին է ձեզ Նիկոլ Փաշինյանը խոսում, երբ ասում է առաջիկայում սահմանազատում է լինելու ադրբեջանական տարածքներ կան, որոնց հարցը պետք է լուծվի։ Դա ոսկեպարի վերևի հատվածի մասին է, վերին ոսկեպարի հետ կապված է։ Դա այնտեղ ոսկեպարում էլի մի հատված կա, որը որ իրենց ասելով հլատեղ գործեր կա անելու, այսինքն էլի հանձնելու բաներ կա տալու։ Դա ազատամուտի հարակից հատվածների մասին է խոսքը, որը այդ ճանապարհը գնում է դեպի Բերդի տարածաշրջան, այդ հատվածների մասին է խոսքը, եւ Տիգրանաշենի հատվածի մասին է խոսքը, այսինքն իդեպ նաև ես հարց եմ ուղղել կառավարությունը, թե արդյոք ինչ իրավական հիմքեր կան, իրենք ասում են որևէ մի իրավական հիմք Ադրբեջանը չունի այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու։ Իրենք են այդ պատասխանը ինձ տվել։ Բա հիմա էլ ասում եք կան քարտեզներ, որոնց վրա այդ տարածքները նշված են, մենք դրա հարցը պետք է լուծենք, թե չէ իրենք էլ ջերմուկը կկտրեն, օրինակ։ Ստախոսության անբարոյականության, ես չգիտեմ, էլի էլ չափ ու սահման չկա, էլի ինչ չափ պետք է անցնեն, եթե այդ մարդիկ ասում են, որ իրավական հիմքեր չկան։ Ես եմ այդ հարցը ուղղել։ Հետո գալիս են ասում, որ չէ, պետք է այդ տարածք։ Այսինքն, ինչ հիմքով եք այդ տարածքները համարում Ադրբեջան։ Ուր է այդ հիմքերը։ Ես պահանջել եմ այդ հիմքերը, ասում եմ, չկա, չէ, չկա։ Չկա, Ադրբեջանի որևէ հիմք չունի այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու։ Ձեզ դա պատասխանել են կառավարությունից։ Այո, ինձ պատասխանել են, քիչ չի ջերմուկի հետ կապված է, չէ, այդտեղ նաև տարածքներ կան 200 քառակուսի կիլոմետր եւ ավել օկուպացված տարածքներ կան։ Այդ օկուպացված տարածքներում Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներ է շարունակում իրականացնել։ Այդտեղ բունկերներ է սարքում, այդտեղ ամրական ամրաշրջաններ է սարքում, ամրացնում է այդ դիրքերը եւ
Ինչ դեմիլիտացիա դեմարկացիա ասում են սահմանազատման արդյունքում, սահմանազատման շնորհիվ նրանք դուրս կգան այդ տարածքներից։ Դա հավանական է։ Այսինքն այդ ամրաշինական աշխատանքները, բունկերները, բանը սարքում են, պատրաստում են, որ կարմիր լենտը գնա Նիկոլը կտրի, ասի ես ձերն է, տեղավորվեք ստե, մենք ձեզ համար ենք պատրաստել։ Այդ հիմարություն է։ Չէ, նա հակառակ ասում է սահմանազատումը կանենք, դրանք կթողնեն կգնան իրենց ամրացված դիրքերից։ Ասում եմ, այդ մարդիկ այդտեղ բետոնապատում են, ես չգիտեմ ինչ ասես կառուցում են, ինչի համար են կառուցում։ Այդ տեղերը որտեղ որ պետք է հանձնեն, իբր թե մեզ պետք է տան։ Ինչի համար պետք է տենց սարքեն, կահավորեն, տան մեզ։ Որն է դրա լոգիկան, որն է իմաստն եմ ուզում հասկանամ։ Այսինքն կառուցում են միլիարդներ են ծախսում, որ մեզ տան այդ դիրքերը։ Չկա ոնց կարա դուք լուրջ եք։ Բայց փոխարենը մենք ենք տալու, պարոն Դանելյան։ Ես Միջև հիմա մենք ստացել ենք։ Ինչ եք ստացել։ Ասեն մի քառակուսի մետր մենք նույն իրանցի սահմանազատման ժամանակ ասում էին, չէ՞, որ մենք էլ ենք ստանալու։ Բա ինչ եղավ։ Ինչ եղավ, ես էլ եմ հարց տալիս։ Ուրա, Բերքաբերի լիճը ուրա, այն կողմի են տարածքների 900 հեկտարը ուր են։ Հիմա էլ ասում են Արցվաշենը կստանանք փոխարենը։ Կստանան էլի։ Որ ասել եմ մի բան գիտեմ։ Պարոն Դանելյան, տխմարությունը նայեք, Արցվաշենի հետ կապված հստակ իրավական հիմքեր կան Հայաստանի Հանրապետության տարածք լինելու։ Այդտեղ իրավական հիմք չկա, գոյություն չունի։ Ադրբեջանցիները զբաղվել են այդ տարածքում սովետական շրջանում անասնապահությամբ եւ այդտեղ եկել են օգտվելով մեր բարի կամքից եւ այլը, այդտեղ զբաղվել են անասնապահությամբ, տներ են կառուցել եւ այլը, սկսել են արդեն տներ կառուցել վրանների տեղ, այսինքն որևէ մի բան չկա, իրենց հողերը չեն։ Նաեւ եթե ես հարց ես ուղղել էլի 20-ական թվականների քարտեզներով Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր մոտավորապես 31000 մոտավորապես քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց այդ քարտեզներով չեն առաջնորդվել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը անել։ Երբ որ ես հարց ուղղեցի, ասի ինչ քարտեզներով եք դուք առաջնորդում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, այսինքն այն բաներով, որը որ ադրբեջանական կողմը կհամաձայնվի, այսինքն այդ քարտեզներով չի համաձայնվում։ Այսինքն նրանց առաջարկը։ Այսինքն իրենց որոշած, իրենք են պնդել այդ քարտեզներով, ոչ խորհրդային միության սկզբնական շրջանի քարտեզներից են օգտվել, ոչ էլ վերջին փուլում արդեն 88 թվականին, երբ որ եղավ սահմանազատման սահմանագծման։ Դե ցանկացած քարտեզ փաստորեն կարող են հիմքում դնել, որովհետև երբ կանոնակարգ էին վավերացնում խորհրդային Ադրբեջանի հետ, չկար այնտեղ որևէ քարտեզ, գոնե հստակ լիներ, իմանայինք, որ այս քարտեզով հստակ որոշել են գնալու են եւ ընդունելի է մեր համար։ Իրանք ընդհանուր մի ձևակերպում տվեցին վերաբերելի քարտեզներ, ինչ sense էլի, վերաբերելի, այսինքն դե ինչ նշանակում, նշանակում այն, որ ադրբեջանական կողմը ինչի են ասում հատվածական սահմանազատում ու սահմանագծում։ Ադրբեջանը ինչ ասում։ Որ իր համար ցանկալի տարածքում այս հատվածը ինձ համար ցանկալի է։ Ես թքած ունեմ ԵՀԿ կարգավորող նորմերի վրա սահմանագծման սահմանազատման որ կա։ Այս հատվածը ինձ պետք է այստեղից էս տալու, ընդեղից այն էս տալու, ընդեղից էլ են էս տալու։ Ու փոխարենը ոչ մի բան չես ստանալու։ Այդ կոչվում է հատվածական սահմանազատում եւ սահմանագծում։ Հիմա էլ արդեն նոր անոնսում է նոր տարածքների հանձնման հետ կապված Նիկոլ Փաշինյան։ Պարոն Դանելյան, գալով խորտ կրկնեմ, որ դա լրջագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ ստրատեգիական նշանակության ճանապարհներ, ենթակառուցվածքներ, գազամուղ, մալուխներ եւ այլը ամբողջ այդ տարածքներով է։ Եվ Հայաստանը կներեք արդեն վերածում է յուրահատուկ արդեն անկլավի։ Նպատակը ո՞րն է Ադրբեջանի հարգելիս։ Նպատակը այն է, որ Հայաստանը այդ շրջափակման մեջ գցի, գնալով օղակը նեղացնի, սեղմին նեղացնի եւ Հայաստանի Հանրապետությունը մի օր զարթնեն, տեսնեն, որ արդեն ակցիանի մեջ է։ Այդ է նպատակը։ Պարոն Դանելյան, հիմա գալով խորհրդարանական գործունեությանը Հայաստան դաշինքը նորից վերադառնում է խորհրդարան, արդեն 9-րդ գումարման խորհրդարան, ինչպես է Հայաստան խմբակցությունը, Հայաստան դաշինքը կանխելու այս ձեր ասած բոլոր տարածքային զիջումները, նոր մարտահրավերները։ Մենք բազմաթիվ անգամներ կրկնել ենք, որ այն մարտահրավերները, որ կան Հայաստանի Հանրապետության առջև, առանձին վերցրած ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական ուժ միայնակ այսօրվա դրությամբ, ես չգիտեմ, վաղը մեսօր ինչ կլինի, ի վիճակի չէ միայնակ հաղթահարել այդ մարտահրավերները։
պետք է միասնական ընդդիմադիր ճակատ, որը ցավոք սրտի ընտրություններից առաջ չեղավ դա, եւ մենք բազմիցս հայտարարել ենք դրա մասին, որ այդ ոչ թե միասնական ցուցակի մասն էր խոսքը, միասնական ճակատի մասն էր խոսքը։ Ոչ միայն այս մարտահրավերները դիմակայելու, այլ նաեւ այսօր քաղբանտարկյալների հարց կա, այսօր մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բավականին լուրջ հարցեր կան, այսինքն միայնակ, եթե ինչ-որ մեկին թվում է միայնակ կարող այդ մարտահրավերների այս խնդիրներին դիմակայել, չարաճար սխալվում է։ Բայց առանձին բոլոր ընդդիմադիր ուժերը հիմնական գոնե այն ընդդիմադիր ուժերը, որոնք անցել են խորհրդարան կամ հավակնում էին անցնելու բարձր ձայներ էին ստացել, հայտարարում են համախմբման մասին։ Բա խնդիրը որտեղ է, երբ որ բոլորը հայտարարում են, բայց դուք ասում եք, որ չկա իրականում հայտարարություններից անդին պիտի անցնեն գործնական քայլեր եւ մեր հայրենակիցը պիտի տեսնի այդ գործնական քայլերի առարկայական քայլերի հաջորդականությունը։ Այդ մենակ հայտարարությունով չի, ցանկացած գործ պիտի ներդնես քրտնաջան աշխատանքի արդյունքում կարող է հաջողության հասնել։ Որոշակի ամբիցիաներից մարդկանց հրաժարումի, այսինքն մենք դրա համար մենք այդ հայտարարությունները արել ենք, այսինքն սա ամբիցիաների տեղ չի, սա ինչ որ մի հատ բան չէ, որ ինչ որ մեկին դափնիները տան եւ այլ ասեն։ Մենք մի նավի մեջ ենք, եթե ձախողենք, բոլորս ենք ձախողելու։ Եվ հաջողության դեպքում էլ պետք է հաջողությունն էլ կլինի այն դեպքում, երբ որ այդ ամբիցիաներից մարդիկ հրաժարվեն, քրտնաջան աշխատեն օր ու գիշեր եւ ամեն մեկը վերմակ իր վրա չքաշի, այլ ընդհանուր միասնական ճակատով այս մարտահրավերների արժեքը։ Լավ, դուք խոսում եք ընդդիմադիր դաշտի համախմբված մոտեցման մասին, իսկ խորհրդարանում այս բան երկու ընդդիմադիր ուժ կա, դա Հայաստան դաշինքն է եւ Ուժեղ Հայաստանն է։ Խորհրդարանական մանդատը, խորհրդարանական գործունեությունը ինչ է տալու այդ երկու ուժերին եւ Հայաստան խմբակցությանը, որ կարողանան հասնել նպատակներին։ Կամ այսպես ձևակերպեմ, ինչով է այս խորհրդարանը ըստ ձեզ տարբերվելու նախորդից, որ թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանի օրինակ կառավարման ժամկետը եւս 5 տարի ձգվի։ Նախ հայտարարք մի բան տեղի ունեցավ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, երբ որ Բարգավաճ Հայաստանը անցել էր, առնվազն 4% հաղթահարել էր եւ շեմը անցել էր, չնայած այս աղաղակող ընտրախախտումներին, եւ օրը ցերեկով այդ մարդկանց զրկեցին մանդատներից։ Այսինքն Բարգավաճ Հայաստան չմտավ խորհրդարան։ Երկրորդը արդեն այն երկու ուժերը, որ արդեն խորհրդարանում են, Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը, պետք է ամեն ինչ անեն խորհրդարանային ամբիոննա, որը որ պետք է օգտագործեն, ունի տարբեր գործիքակազմեր, օգտագործեն, որպեսզի կարողանան այս ստացած ձայները, որ կան, ընդդիմության քիչ ձայն չի ստացել ընդդիմությունը։ Այսինքն այսքան ընտրակեղծարարություն, այսքան ճնշումներ, այսքան եւ այլ, ընդդիմությունը իր ձայները ավելացրել է։ Եվ մեր հայրենակիցները պետք է տեսնեն այդ աշխատանքը, եթե տեսնեն այդ աշխատանքը, այդ էֆեկտիվ աշխատանքը, արդյունավետ աշխատանքը, անկոտրում աշխատանքը, ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատված հետո հաշվի առնելով նաև այս տնտեսական մարտահրավերները, մարդկանց դժգոհությունները, խնդիրները, խնդիրները եւ այլ, հնարավոր է համախմբում տեղի ունենա։ Եթե այդ համախմբումը տեղի ունենա եւ միասնական ուժերով պայքարեն եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ջանք թափեն դրա համար, անմնացորդ օր ու գիշեր աշխատեն, այդ արդյունքը իրան երկար սպասել չի տա։ Եթե շարունակենք նույն ձևով, ասենք, կիսատ պրատ, ասենք, ինչ որ աշխատենք, գործ անենք, չգիտեմ ինչ անենք, ես ընդհանուր դաշտի մասին եմ ասում, էլի, այսինքն այդ պետք է բնականաբար մեր հայրենակիցները մեզնից դժգոհ են լինելու։ Նախորդ 5 տարվա ընթացքում ինչ է խանգարեց, պարոն Դանելյան։ Ընդդիմությունը չաշխատեց ձեր ասած ձևով արդյունավետ միասնության մի քանի փորձեր նաև տեսանք համախմբման։ Տեսեք, այս ընթացքում մենք եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ակտիվ ենք եղել։ Չասեմ, որ մենք sense հաջողել ենք, մենք մեր արածից գոհ ենք եւ այլ, այդպես չի իրականում, թող տպավորություն չստեղծվի։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության, ուրեմն մենք ճիշտ չենք աշխատել, պիտի այլ ձևերով աշխատենք, ավելի շատ աշխատենք մարդկանց հետ, ավելի, այսպես ասած, ավելի շատ ջանք ու եռանդներ դնենք, բայց համենայն դեպս փողոցային մի քանի շարժումներ է գեներացվել։ Եվ կյանքի ճակատագրի բերումով ստացվել է այնպես, որ հենց այդ վերջնական այդ համախմբումը եւ վտանգի զգացումը տարբեր ուժերի
վտանգը չզգալը, որ վաղնել թակելու է այլ մեկի դուռը, այլ մյուսի դուռը։ Բերել է նրան, որ մենք վերջնական փուլում արդեն ունեցել ենք խնդիրներ, նամանց սրբազան պայքարի շրջանակներում, երբ որ արդեն որ այդքան գեներացիայից հետո այդքան մարդ տեսակ դուք տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, այդ վերջին այդ պահը կարծես թե չստացվեց եւ հենց նաեւ այդ փորձը վերջին պահին փլուզվեց այդ համախմբված ճամբարը։ Փլուզվելու խնդիրը չի, այլ բոլոր քաղաքական դերակատարների, ընդդիմադիր բոլոր քաղաքական դերակատարների միջև վերջ ակտիվ մասնակցությունը փողոցային պայքարի վերջնական փուլը խանգարեց, որպեսզի դա տեղի չունենա։ Կարճ ասած դուք խնդիրը տեսնում եք ընդդիմադիր դաշտի համախմբման մեջ կամ չհամախմբման։ Պարոն Դանիելյան, եւ վերջում ամփոփելով այս 9-րդ գումարման խորհրդանից ինչ ակնկալիք ունեք, հատկապես Հայաստան խմբակցությունից, դուք չեք լինելու падգամավոր 9-րդ գումարման խորհրդանում եւ նաեւ հասկանանք խորհրդանից դուրս ինչպես է ծավալելու ձեր գործունեությունը։ Բնականաբար այս փուլում ես падգամավորական գործունեություն չեմ ծավալում, հաջողություն եմ մաղթում բոլոր այն ընդդիմադիր բնականաբար падգամավորներին, որոնք որ 9-րդ գումարման падգամավոր են դառնում, ես այնտեղ կան նաև մարդիկ, որոնք որ 8-րդ գումարման падգամավոր են եղել իմ լավ ընկերներն են, ես համոզված եմ, որ շատ ուժ ու ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի խորհրդանում ակտիվ լինեն եւ այն ծրագրերը, որ կա, փորձեն իրականացնեն։ Այդ առումով հաջողություն եմ մաղթում, տեսնենք արդեն օգոստոսի 2-ին նիստը ունենալու։ Ես կարծում եմ, որ այս փուլում խորհրդարանը նաև քանի որ նաև նոր ուժ կա, ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը Ուժեղ Հայաստանն է եւ նաև Ուժեղ Հայաստանից է Ուժեղ Հայաստանի գործունեությունից էլ է շատ բան կախված, որովհետեւ մարդկանց մի մեծ ստվար զանգված հենց ձայնը տվել է Ուժեղ Հայաստանի եւ իրենք կարծեք թե ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն եւ հուսով եմ, որ իրենց մոտ դա կստացվի նաև Հայաստան դաշինքի հետ համատեղ կարողանան աշխատել եւ ճանապարհ եւ լուծումներ առաջարկեն մեր ժողովրդին։ Դուք խորհրդանից դուրս ձեր ընդդիմադիր ակտիվ գործունեությունը շարունակել եք, պարոն Դանիելյան։ Տեսեք, այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում այդ կոմունիկացիան կա տարբեր խմբերի հետ, ես թե падգամավոր եղած ժամանակ, թե դրանից առաջ փորձել եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին եւ այն աշխատանքը, որ տարել եմ, ես այսպես ասած կիսատ չեմ թողնելու եւ փորձելու եմ օգնել բոլոր այն մարդկանց, կապ չունի թե ում են քվետվել, որ քաղաքական ուժեր են քվետվել, այդ մարդկանց օգնելու եմ իրենց իրավունքների պաշտպանության գործում, սատարելու եմ իրենց ինչ որ իմ հնարավորությունները ուժի պատածին ինչ որ հնարավոր լինի օգնելու եմ այդ մարդկանց։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի 8-րդ գումարման խորհրդանի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։